Ինչի մասին է այսօր իմ ասելիքը։ Մենք ծախսել ենք և հավելագրել ենք նախագծով 5 անգամ ավելի մեծ գումար, քան թե պետք էր ստեղ ծախսել։ Դա մեր գումարներն են, ժողովրդի գումարներն են, պետությունը առատորեն շնորհել է այս գումարը Եղեռնի հուշարձանի վերականգնման վրա։ Բայց արդյոք մենք այդքան գումարների կարիք ունեինք։ Ոչ։ 5 անգամ ավելի պակաս գումար, ավելի քիչ ժամանակ, ավելի քիչ ներվ, ավելի քիչ մարդկանց ներգրավում, և մենք ունենայինք մի քանի ամսվա մեջ, ամառային ամիսներին լավ վերականգնված Եղեռնի հուշարձանը։ Հիմա սկսվում են անձրևային սեզոնները, Եղեռնի հուշարձանի վերևը բաց է, ինչպես դուք տեսաք, ջրերը ներթափանցելու են հիմքի մեջ, որտեղ աստիճանները, որոնք որ պոկված են հիմքերից, ամբողջը խոնավանալու է, ոնց են չորացնելու, ձմեռը գործ չի կարելի անել, կամ շտապ պետք է վերևը ձևավորել տանիք ժամանակավոր, որպեսզի մենք ապահովենք այս ապամոնտաժված մույթերի վիճակը և չթողնենք, որպեսզի բետոնը, բազալտը, չէ, որ դա հենց այնպես բետոն չի, սա բռի կոպիտ ձևով քարը պոկած բետոն է և թեք բետոնից, երկաթ բետոնից մենք հիմա բաց ենք թողնում անձրևների տակ։